ինձ կարող եք ասել դեսպանատները, օրինակ, երբ որ արտակարգ իրավիճակ եղավ, Արաբական Միացյալ Էմիրություններ, Կատար, մյուստեղ ֆանտաստիկ ձևով լավ աշխատեց մեր դիվանագիտական կամ արտաքին գործերի նախարարությունը, բայց երբ որ այդ արտակարգ իրավիճակը չկա, օրինակ կամուրջ հանդիսացել է, օրինակ վերցնենք Հայաստան, Ուզբեկստան, ոնց որ ասեց իմ գործընկերը, Հայաստան, Տաջիկստան, մենք վերջը կարող ենք այդտեղ դեսպանատունը ինչով է զբաղվում, երբ է կարող դեսպանատունը բացի դիվանագիտական հասկացանք, մնացած ժամանակ նա տես լավ անեկդոտ կա, ուղղակի հիմա չեմ ուզում պատմեմ կոմունիստների ժամանակվանից եկող։ Ինձ պետք է հասկանամ այդ ինստիտուտը, որ մենք ունենք, պետական բյուջեից ծնվում է։ Իհարկե հիմա կամաց հիմա այլ լուծումներ էլ է տրվելու, որպեսզի այդ ինստիտուտը, այդ դեսպանատունը սկսի այդ դեսպանատան վրա պետք է, այսպես ասած, առաջադրանք դրվի, որ տարեկան այսքան տնտեսական կապ ստեղծել, տարեկան այսքան օգուտ տալ, որպեսզի Հայաստանի եւ այդ երկրի կամ այդ երկրից դուրս ուրիշ երկրների հետ էլ եթե կարողանաք փոխհարաբերություններ ստեղծեք, մեր բոլոր ինստիտուտները, բոլոր հարթակները, որոնք որ բյուջեից են սնվում, պետք է Հայաստանի Հանրապետությանը տասնյակ անգամներ ավելի շատ եկամուտներ բերեն։ Այդ մասով ինչ եք մտածում։